մենք 2024 թվականին որոշում ենք կայացրել եւ բարձրացրել ենք նաեւ մեր նախադպրոցական հաստատությունների մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձերը այս տարի մենք 30%-ով բարձրացրել ենք մշակութային ոլորտի մեր օբյեկտների, երաժշտական դպրոցների, մշակութային կենտրոնների, սպորտ դպրոցների, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կրկին մոտ 30%-ով եւ նախորդ տարի այս ոլորտի համար քաղաքապետարանը ծախսել է 17.4 միլիարդ դրամ։ Արտադպրոցական կազմակերպություններին հանրակրթական դպրոցներին տրամադրվել է 18.9 միլիարդ դրամ։ Նախադպրոցական հաստատություններին տրամադրված սուբսիդիայի շրջանակներում թվով 19054 երևանաբնակ երեխաների համար ապահովել է անվճար նախադպրոցական ուսումնական կրթություն։ Նախադպրոցական հաստատությունների կառուցման եւ հիմնանորոգման համար կատարել ենք մոտ 2 միլիարդ 66 միլիոն դրամի ծախս, մասնավորապես շարունակել ենք իրականացնել դեռևս 23 թվականին մեկնարկած մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները, բարեկարգման աշխատանքներ ենք իրականացրել թվով 15 մանկապարտեզների բակերում, որոնցից շատերը արդեն այս տարի ավարտել ենք։ Երևանի էներգոարդյունավետության առաջին վարկադրամաշնորհային ծրագրով էներգախնայողության բարելավման եւ վերակառուցման աշխատանքներ իրականացրել ենք թվով 6 մանկապարտեզներում, որոնցից թվով 2 մանկապարտեզներում աշխատանքները դեռևս 2025 թվականին շարունակվել են։ Ձեռք ենք բերել Երևան քաղաքի մանկապարտեզների համար շուրջ 26 անուն թվով 7317 գույք եւ տեխնիկա, ինչպես նաեւ մեկնարկել ենք Երևան քաղաքի մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի ձեռքբերման գործընթացը, որոշակի վերահսկողական կարողությունները բարելավելու համար եւ հետագա երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն կանխարգելելու, այլ առհասարակ իսպառ բացառելու համար։